Ռոմանտիկ միջավայր երիտասարդների ու ոչ միայն նրանց համար։ Երևանի պատմության թանգարանում երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը նշանավորվեց Սիրո մտորումներ խորագիրը կրող ցուցահանդեսով։ Ներկայացված 14 աշխատանքների հեղինակը Գոհար Բաղրամյանն է։ Սա երիտասարդ նկարչուհու աշխատանքների անդրանիկ ցուցադրությունն է։ Առաջին էսկիզը ստեղծվել է մոտ 5-6 տարի առաջ այս շարքի, բայց հետագայում արդեն ծնվել է մյուս գաղափարներ, յուրաքանչյուր մարդ կարող է իրեն տեսնել այդ նկարների մեջ, քանի որ ամեն սիրահարզույք ապրում է այդ էմոցիաները։ Նկարների հերոսները կոնկրետ մարդիկ չեն, սիրահար զույգեր, որոնց համար աշխարհում ամենակարևորը սերն է։ Կտավներում արտացոլված են սիրո ամենատարբեր հոգեվիճակները։ Այս աշխատանքից հիացած եմ, հիացմունքով եմ նայում։ Երբ նայում ես հատկապես բատիկ աշխատանքներին, միանգամից այդ ներդաշնակ սերը զգացնել է տալիս իրեն։ Սիրտը սկսեց թրթռալ, ինձ ավելի շատ այս նկարն է դուր եկել։ Ամեն իմ տամն է ասում, անպայման ուզում եմ ձեռք բերել իրան։ Պատահական չէր ընտրված նաև ցուցահանդեսի վայրը։ Երկար տարիներ արտերկրում ապրելուց հետո Գոհարը որոշեց ու վերադարձավ Երևան։ Այս հարցում եւս հաղթողը սերն էր եղել, հարազատ քաղաքի նկատմամբ սերը։ Վայելում եմ ամեն պահը մայրաքաղաքի, մանավանդ որ հիմա քաղաքապետի միջնորդությամբ շատ ավելի զարգանում եմ, որը ուրախալի է, եւ երիտասարդների հետ կապված աջակցությունը, որը նա ցուցաբերում է, ավելի ոգևորիչ է հենց մեկը իմ եւ հետագա սերունդների, երիտասարդ նկարիչների, արվեստագետների համար, ոնց որ խթանքը հանդիսանա, իրենք ավելի վստահ լինեն եւ կարողանան ցուցադրվել, իրենց խոսքը ասել։ Այցելուները ցուցահանդեսից դատարկաձեռն չհեռացան, աղի բլիթները եւս հեղինակի ձեռքով էին պատրաստված։ Սիրո մտորումներ ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 15-ը, ի դեպ մուտքն էլ ազատ է։